Բարի երեկո, եթերում սպորտային նորություններն են։ Իտալական կալչիոմերկատո պարբերականը հայտնում է, որ Միլանի Ինտերը դիտարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։ Հայ ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին։ Թեև կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել, աղբյուրի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել վետերան կիսապաշտպանից։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիևուն շարունակում է վստահել Հայաստանի հավաքականի նախկին ավագին։ Չնայած տարիքին Մխիթարյանը մնում է թիմի կարևորագույն օղակներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Իսկ Հայաստանի հավաքականի գործող ավագ Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը RB Sport-ի հետ զրույցում ասել է, որ ուշադրությամբ հետևում է UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի կարիերային և հույս հայտնել, որ նրան շուտով UFC-ում տիտղոսային մենամարտի հնարավորություն կտրվի։ Նախորդին Ծառուկյանը Աբու Դաբիում ներկա է գտնվել One-Line ձմեռային գավաթի Կրասնոդար Բեկի MA հանդիպմանը։ Ծառուկյանը սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել Կրասնոդարի սեփականատեր հայազգի Սերգեյ Գալիցկու հետ, շնորհակալություն հայտնելով գործարարին քաղաքի և ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Ալ-Նասրի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոն, որն այսօր նշում է իր 41-րդ տարեդարձը, մտադիր է բոյկոտել ակումբի արդեն երկրորդ անընդմեջ հանդիպումը։ Պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը ակումբի կառավարման փոփոխությունների վերաբերյալ հստակ երաշխիքներ չի տալիս, և եթե առաջիկա շաբաթներին իրավիճակը չհստակեցվի, պորտուգալացին հունիսին կպահանջի իրեն տրանսֆերի հանել։ Հավանական է, որ Ռոնալդոն կարիերան կշարունակի եվրոպական ակումբներից մեկում։ Ակումբային գրանցումը կարող է փոխել համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ մեգաաստղ Լիոնել Մեսսին։ Արգենտինական Newell's Old Boys ակումբը ծրագրում է թիմ վերադարձնել աշխարհի չեմպիոնին։ Ակումբի փոխնախագահ Խուան Մանուել Մեդինան ասել է, որ նախագծի իրականացմանը ներգրավված են նաև երկրի իշխանությունները, որոնք օգնում են ստեղծել անհրաժեշտ պայմաններ Մեսսիի հնարավոր տեղափոխության համար։ Բանակցությունները շարունակվում են, վերջնական որոշում դեռևս չկա։ Հիշեցնենք, որ Մեսսին Newell's Old Boys-ի սան է, որի ակադեմիայում մարզվել է 1994-ից 2000 թվականներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերը, թե դեմ է արտահայտվել Երևանյան փողոցներից մեկը լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով կոչելուն։ Ըստ ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, իրենց դիրքորոշումն այն է, որ նույն տրամաբանության ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում փողոցներ անվանակոչվեն նաև այլ լեգենդար մարզիկների անուններով։ Օրինակ, օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանի, Յուրի Վարդանյանի, հայկական ֆուտբոլի լեգենդներ Սարգիս Հովիվյանի, Արկադի Անդրեասյանի և այլոց պատվին։ 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարինա Ակոպովան հայտարարել է, որ հպարտ է, որ Նիկիտա Ռախմանինի հետ Արցախ կոմպոզիցիան ներկայացնելու է օլիմպիական խաղերում։ Նրա խոսքով Արցախ ստեղծագործությունը մեծ նշանակություն ունի հայերի համար։ Ռախմանինը վստահեցրել է, թե լավ են պատրաստվել և բարձր տրամադրությամբ են մեկնում Միլան։ Այսքանն այս պահի սպորտային անցուդարձից։ Ձեզ հետ Մոնիկա Հայրոյանն էր, հաջողություն։